Երբևէ քննարկել ես ինձ ընկերուներիդ հետ։ Այո։ Արամած ջան, քեզանից եւ քո մերիկից բողոքում եմ, Աննան։ Դե եղել է, լավ, դու էլ գիտես որ եղել է, հիմա վեճ սարքում ստեղ հիմա էլ են քաշքշենք իրար։ Արամած ջան, դու քեզ մի քիչ օգտագործված։ Ես շոփինգի վրա շատ եմ։ Կուզեիր Աննան քեզնից 10 անգամ շատ վաստակեր։ Ոչ։ Ճիշտ է։ Ուզում եմ որ խելացի չծախսի, չի ստացվում։ Այո, կա տես բան։ Շատ ժամանակ նստած հենց ժպիտը հեռախոսի հետ ես խոսում։ Մամայի Հիմա զոնկաչները շատ լավ են վերաբերվում իրենց փեսաներին, որովհետեւ շատ լավ ճանաչում են իրենց աղջիկներին եւ թրջում են փեսաներին։ Only you։ Սերիֆիկատոր Գոսպորտի եթերում Բարև ձեզ, եթերում սերիֆիկատորն է։ Դա նշանակում է, որ մենք մեր հերթական հրավիրված զույգից կպարզենք ու կճշտենք անկեղծ պատասխանները անկախ նրանից նրանք ցանկանում են տալ դրանք թե ոչ։ Բարև ձեզ, մեզ հյուրընկալվել են հերթական ինստա զույգը, շատ դրական, շատ պոզիտիվ զույգ, Աննա Մարգարյան, լուսանկարիչ եւ բլոգեր, եւ իր ամուսինը խոհարար եւ արդեն բլոգեր, չէ, պաշտոնապես Արամազդ Ավետիսյան։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, պատրաստ եք լինել մաքսիմալ անկեղծ մեզ հետ։ Այո, կփորձենք։ Դուք շատ եք հրապարակումներ թողարկում եւ միասին եւ առանձին։ Հիմա մենք կպարզենք դուք որքան եք անկեղծ մեզ հետ, ձեր լսարանի հետ եւ վերջ-վերջո իրար հետ։ Հա, դե սկսեցինք։ Մենք ունենք 3 փուլ, ամեն փուլերի ընթացքում ձեզ հնչվելու է 3-ական հարցեր, ընկերներ ջան։ Առաջ 2 փուլերին ես եմ ուղղելու ձեզ հարցեր, իսկ ահա երրորդ մեր ամենամիստիկ ու սպասված փուլը մի փոքր տարբերվում է։ Արդեն դուք ուղղելու եք այն հարցերը, որը նախորդ պատրաստել եք եւ որոնք ամենից շատ են մտահոգում ձեզ, որովհետեւ այսօր ունեք բացառիկ հնարավորություն ստանալու այդ հարցերի իրական պատասխանները։ Դե եթե պատրաստ եք, մենք սկսում ենք առաջին փուլը, որը կոչվում է սրտխփոց։ Աննա ջան, առաջի փուլը սկսում ենք քեզ հետ, հիշեցնեմ, որ ընթացքում, պատասխանի ընթացքում, ինչ մենք կստանանք արձագանքը, պետք է ուղիղ նայես ինձ, չշարժվես ու հնարավորինս քիչ լավվես։ Լավ, դե սկսեցինք։ Առաջին փուլ, առաջին հարց։ Աննա, ամենամոտ ընկերուհուդ Նանեի մոտ սկեսուրիցդ եւ ամուսնուցդ ուզեցել ես դժգոհել, բայց հիշել ես, որ տալը տա ու լռել ես։ Ոչ։ Ճիշտ է։ Օ, պատասխանը ճիշտ է։ Բա, փաստորեն ոչ մի անգամ չես բողոքել։ Ոչ, բողոքել եմ, լռելու կարիք չի։ Լռելու կարիք չի եղել, հասկացանք։ Այսինքն բողոքել կարող ես բարձրաձայնել։ Մենք լսում ենք։ Չէ։ Իսկ դու այդ բողոքները եղել է միայն Նանեի հետ, մենք թե այլ տալերի, որովհետև մենք գիտենք, որ դուք շատ տալեր ունեք, չէ։ Այո։ 9 տալ։ Այո։ Ճիշտ գիտենք։ 9 տալ։ Ապրեք դուք իսկ Ինի հետ էլ մի թեմա էլ որ քննարկեմ, հերիքա չէ։ Գիտես հա դժգոհությունները։ Չէ, դժգոհություն ինձ թվում է ես չխոսամ, դաս լուր հիմա։ Չէ, քեզանից եւ Ուզում եի բան ասել լռում էի, չէ։ Արամած ջան, քեզանից եւ քո մերիկից բողոքում եմ, Աննան։ Հա։ Նանեի հետ ով Նանե։ Մայրիկից չէ, մենակ իրան։ Մենակ քեզանից բողոքում եմ։ Իսկ ես հետաքրքիր չի իմանալ թե ինչ բողոքներ ունի, հա։ Հետաքրքիր է։ Իսկ մենք ունենք հնարավորություն այդ հիմա բարձրելու Ես հարցերով։ Դա երեկոյան առանձին։ Դա ոնց որ մի քիչ ավելի առանձին։ Առանձին, հա։ Բայց նշի մոտդ։ Նշած արդեն։ Լավ, իսկ եթե դու Մանեին բողոքում ես, ինքը միանում է այդ բողոքին, հա։ Նանեմ։ Լավ, Բայց եթե Մանել կա էլի իրականում։ Դե համար եմ ինը տալ ոնց կանոնակը միջա։ ոնց շփոթվես հաստատ ճիշտ է զգա։ Իսկ Նանեն քեզ աջակցում է այդ հարցում, հասում, հա, իրոք այդպես է։ Նայած հարցեր։ Շատ ճշգրիտ խորհուրդներ է տալիս, բոլոր տալերս էլ իրականում։ Նայած հարց կա, որ ասում է, այո, ճիշտ է, հələ մի բան էլ ավել, հարց կա, ասում է, չէ։ Իմ եղբայրը Ոչ է ասի արփի կարագայում էլի։ հա, մի տալ ունեմ միշտ իմ կողմից։ Իսկ միշտ դեմ տալ ունես։ Չէ։ Շարունակում ենք, հա, այտենց բան է դուսում, ինչ բողոքում բան, այտենց է։ Մենք բարձեցինք, որ Նանեի հետ կիսվում ես, հա, Արամազդի հետ կապված հարցերում, իսկ կեսուրիդ հետ։ Սկեսուրից հետ, թե սկեսուրից մասին։ Չէ, իրա հետ, Արամազդի Իրա մասին։ հետ, Արամազդի մասին, եղել է։ Ոչ ավելի հաճախ քան տալերիս հետ, բայց սկեսուրից հետ էլ է։ Կատարվում քո մեջքի հետևում, հա։ Սա հիմա ֆիքսում եմ, ապրես։ Այս ինչ անում ենք իրականում քո համար։ Ես գնամ։ Շարունակում ենք երկրորդ հարցը, Աննա ջան։ Արամազդի հանդեպ խորամանկ քայլեր անում ես, որ ներգրավես նրան երեխայի խնամելու գործում։ Այս դեպքում երեխաների խնամելու գործում։
Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր։ Աննա ջան, վերջի խորամանկություն։ Չկա, ուղղակի։ Վիդեոը եթե տեսել եք, չկա։ Դե, այ քեզ։ Լավ, վերջի խորամանկությունը ո՞րն է եղել, որ արել ես, որ ներգրավես ամուսնուդ երեխաները խնամքի գործում։ Մեջքը ցավում է, մի հատ կգրկես։ Ասի ամենաստանդարտը որ հոգնած եմ։ Արդեն ինքը ասեց։ Աննա ջան, կա սովորություն, որը կցանկանայիր ջնջել Արամազդի գլխից։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր։ Այդ ասեմ, ինձ թվում է Դու ես բան, հա։ պատասխանում։ Ինձ թվում է բանը, ես մի քիչ չասեմ նեղանալ, բայց հա, տենց մի քիչ շուտ եմ բանանում, էլի։ Նեղած կապես։ Հա, Չասեմ նեղանալ, բայց նեղանում եմ։ Բայց բան մի անգամից տենց։ Նեղած կապես։ Այո, ճիշտ էր։ Տենց հարց կա, երևի էտա, հա։ Այո։ Իսկ դու այդ մեկն ես ասում, հա։ Դա շատ Չէ, մի քանիցը թվարկի իմանանք, հա, համել։ Նաև իրար այդ երևի այդքան սովորություն չի, բայց ինքը շատ ես վտվտիկ եմ էլի։ Նայ, այդ վրազելու թեման, ով ասում, այդ ապացույցը որ ով վրազում է, երկու հատ տղա ունեն, դրա համար ինձ միշտ ասում են մի վրազի։ Այսինքն էլ կարա չտապես արդեն երկու տղա ունես։ Չէ, հենց այդ ապ դիշտապես որ երկու տղա ունենաս։ Բայց դու արդեն ունեցել ես։ Այո, դու լավ ես չշտապում փաստորեն։ Իսկ ես ճիշտ գիտեմ, որ զանգերին օրինակ որ չես պատասխանում, շատ նյարդայնանում է, չէ՞։ Արամազդը։ Իսկ որտեղից գիտեմ։ Դե մենք շատ բան գիտենք ձեր մասին, հա, բա իսկ այդ բնավորությունը քեզ դուր է գալիս այսինքն։ Գիտեք ոնց, ըստ տրամադրության։ Ահա։ Բայց հիմա ավելի թուլացել է այդ, առաջ շատ Դե երկու տղա։ հա, շատ ակտիվ էր Դե այդ։ բացի երկու տղա, Պետք է մի զանգը սենց չլրանար ու ես պատասխանեի զանգին, թե չէ կինո էր մեր տանը։ Չեմ կարծում հիմա բանա փոխվեն ու Քիչ դե լավ, գոնե երկու զանգ սպասում։ երկու զանգ հա կարա լինի։ Երկու զանգ շատ չէ, երրորդ զանգը արդեն կռիվ է։ Շատ անհանգիստ է որտեղ քեզ համար։ Հա, շատ։ Դե միշտ է տենց էր ասում։ Բոլորի զանգերի հանդեպ չի տենց, հենց քո զանգերը։ Հա, այո։ Իհարկե։ Շատ ապրես, դու շատ անկեղծ էր ու անկեղծությունը արդարացված էր առաջին փուլում, քեզ այդ առաջին փուլը ամփոփեցինք, հիմա անցնում ենք Արամազդին։ Արամազդ ջան, իսկ հիմա խաղը մեկնարկում է քեզ համար ու սկսում ենք քեզ այդ սատկափոց փուլը։ Արամազդ, կուզեր էլ չստիպեր քեզ նկարվել վիդեոներում Աննան։ Չէ։ Սուտ է։ Սխալ է պատասխանը։ Այսինքն երբեմն ստիպված է նկարվում եւ չուզենալով։ Դե որ քեզ չնեղացնեմ, էլ դեր կա տենց։ Բայց մեկը պատասխանը իմանալու է։ Դե ես չգիտեի որ սենց ճիշտ է աշխատում սարքը։ Բայց ո՞րն է օրինակ ստիպելով նկարվել։ Չեմ հիշում հիմա։ Իսկ Չէ, վերջին անգամ, էլի, վերջին անգամ երբ եղել որ ստիպված։ Վերջի ստիպվածներից։ Վերջի ստիպվածներից ստիպվածը հենց։ Չէ, իրոք։ Դե չեմ հիշում, Եթե բայց չես ուզում, կարես չնկարվես։ Դե եղել է, լավ, դու էլ գիտես որ եղել է, հիմա վեճ սարքում ստեղ հիմա էլ ենք քաշքշենք իրար։ Ասում ես, որ կարող ես չնկարվել, բայց նաև նշել ես, որ երբեմն լինում է դեպքեր, որ պայմանավորվում ես գործատուի հետ, որ պետք է լինի համատեղ խոլովակներ։ Բա ոնց է այդ Էլ հայտարարությունը։ չեմ պայմանավորվի։ Դե առանց Արամազդի կարող է Վստահ ես։ Էջիտ ուղղակի։ Կզրոյանա դաժա։ Չէ, մեր վիդեոները շատ են սիրում իրականում, ու ինքն էլ այդպես մոտիվացվում է, երբ որ լավ դիտումներ ալնում, դրա համար զարմանում եմ, որ ասում է ստիպված եմ Այ նկարվում։ համերաշխ ենք սկսել։ Նորմալ է, որ մեկ-մեկ ստիպված եմ նկարվում։ Բայց մեկը նկարվելու ենք։ Մերսի։ առաջին փուլ երկրորդ հարցը քեզ Արամազդ ջան։ Որպես խոհարար միշտ անկեղծես գնահատում Աննայի պատրաստած ուտելիքները։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Այսինքն միշտ ասում ես եւ վատա, Այո։ եւ իսկ դու ինչպես ես ընդունում բացասական մեկնաբանություն։ Եղավ դե մյուս անգամ էլ չեմ սարքի։ Ոչ։ Ինչ ոչ։ Ոչ, ես adekvat ասում եմ ապրես սիրելիս հաջորդ անգամ։ Մի հատ դրեք ես սարքի հիմա փոխենք էլի, մի հատ այս հարցի շուտ, որտեղ չկա տենց։ Արամազդ ջան, Աննան էլ չհավատաց իր ասածին։ Այո։ Այո, ասա ուրեմն սրանց հետո չեմ սարքելու։ Բայց ինչի, մասնագիտական խորհուրդներ ընդունի էլ ես տող։ Բայց դե թող համովն էլ ասի, որ համով է։ Իկավա չեմ Չէ, ասում։ ուղղակի ուտում գնում ես։ Դե ուրեմն գործեր եմ ունենում։ Հա, իսես կասեի, եթե ուտումը բան չի ասում։ Շատ համով է, շնորհակալություն։ Եթե համով չի, շատ համով է, շնորհակալություն։ Լավ է եղել ավետել, ասում շնորհակալություն ստեսում։ Իսկ դու որպես խոհարար որքան հաճախակ ես տանը պատրաստում։ Այս վերջերս ուշուշ,
բայց հաշիվ պատրաստում։ Իսկ Աննան Եթե հյուր ենք ունենում, միշտ ես եմ հիմնականում, թող պատասխանատու, հա, օրենքին։ Հիմնականում Այսինքն ես չեմ կարող որ հյուրեր են գալիս։ Չէ, կարաս, ես սիրում եմ որ ես եմ պատրաստում, երբ որ հյուրեր են։ Եթե կատարը խոհարար, Չէ, ճիշտ է ասում։ Անկախ ամենից ես սիրում եմ որ ես եմ։ ես էլ որ լինեմ հյուր կցանկանա որ խոհարարը պատրաստի, որ Հա, իհարկե։ իսկ Աննան գովացել է քո պատրաստած։ Միշտ։ Որտեվ եղել է համեղ։ Հետ է ուզում ասել, կարծում Ոչ, համեղ։ անգամ որ համեղ չի եղել, ես ասել եմ համեղ է, բայց աղը քիչ է։ Լավ։ Աղը դրած է վերցրու։ Առաջին փուլի երրորդ հարցը, Արամած ջան, քեզ շատ լավ հարց է։ Սպասենք պատասխանին։ Եղել է մտքումդ ասես Երանի զոնքա չզգա, Անային օգնի ինձ չհասնի այդ գործը։ Այո։ ճիշտ է, Պատասխանը ճիշտ է։ Ակնհայտ պատասխաներ։ Քո զոնքա չօգնում է։ Այդ ինձ չէ։ Օգնում է քո գործերը հետևաստելուն, Անային օգնում, որ Նա Աննայի Աննայի գործերը, դե իմ գործերը մեջ չի կարա դու սգա ավասկերի։ Բագի գործերը։ Բայց իրականում, հա, կա օգնում տեսնում է քեզ, որ գործը չհասնի քեզ։ Այո։ Այդ ինչ գործ է, որ դու հաճիկով ուզում ես որ 10 զոնքաչից զբաղվի, որ բանը չհասնի քեզ։ Իրականում զոկանցելա սիրում լավ ուտելիք պատրաստել, համով է սարքում շատ էլի։ Սիրում եմ որ գալիս է տենց ուտելիքը բան պատգոնեմ, տենց ուտելիքը մինիմում բանն եմ ասում էլի, որ սարքում ասես պատրաստ լինում է, այդ մասով է, մնացածը դե երախում պահելը, որ Աննան հանգստանա, այդ որտեվ եթե Աննան հանգիստ է, ես եմ հանգիստ էլ իրականում։ Տենց է, տան կնոջ տրամադրությունից է կախված, ամբողջական տրամադրությունը, չէ։ Իսկ ոնց է դու օրինակ գողես քո ամուսնու եւ զոնքաչ փող հարաբերություններից գողես։ Այո, շատ, երբեմն խանդում եմ անգամ։ Երբեմն խանդում ես։ Սա ես էլ եմ կարծում որ հիմա Շատ ժամանակ նստած հենց ժպիտով հեռախոսի ում հետ ես խոսում։ Մամայիդ։ Ես տեղ եմ հարիմ հետ շփվի։ Հա, բայց դե ֆիքսենք որ տենց չի որ ես շփվում զոքան չավարի։ Որպես զոքանչ էլի ես Որպես ընկերներ են շփվում, որտեվ մամաս էլ Զոքանչ չի էլի ինքն զոքանչներ Ողջունել է շատ, որովհետև ես կարծում եմ հիմա զոնքաչները շատ լավ են վերաբերվում իրենց պեսաներին, որովհետև շատ լավ ճանաչում են իրենց աղջիկներին եւ խղճում են պեսաներին։ Այո, կա տես բան։ Մերսի շատ։ Ի սկզբանե։ Այո, կա տես Հա, բան։ ճիշտ է ասում։ Որը ճիշտ է։ Հա, բայց շատ ժամանակ մամաս իրան է պաշտպանում։ Խնդրեմ, բարով։ Դե ստեղ կա իմ ֆակտորն է Ռազմիկ ջան։ Որտե ճանաչում է իր աղջկան շատ լավ։ Շարունակում ենք առաջ փուլը շատ հավես համապեցինք միասին ու ժամանակն է անցնել երկրորդ փուլին։ Եվ այսպես սկսում ենք երկրորդ փուլը, որը կոչվում է փող եւ փաստ։ Աննա ջան, թե պատրաստ ես, կրկին սկսենք քեզանից, հա։ Իհարկե, պատրաստ եմ։ Աննա, դու կվստահես ամուսնուդ տան բոլոր ֆինանսական որոշումները։ Ոչ։ սուտ է, Նշանակում է սխալ պատասխան։ Ճիշտ է։ Սխալ պատասխան դինի Ռաս ջան, որտեղ ո՞ր ինչի համար։ Սուչը սպասում եմ պատասխանը։ Իրականում տենց անենց, որ Այդ որ բաղ չէր վստահել ուզում հասկանալ։ Լավ, դե ուղղակի ոնց որ ստուգում էի, էլի։ հա, սարքն է իսկ։ Չէ, իհարկե կվստահեմ։ Իհարկե վստահում եմ։ Վստահում ես թե կվստահես։ Վստահում եմ եւ կվստահեմ մինչեւ կյանքիս վերջ։ Որտեվ աձև ես եմ զբաղվում սա ֆինանսական երկու։ Ստիպված ես վստահել, հասկացամ։ Չէ, այսքան ժամանակ ինչքան վստահել եմ, հələ ոչ մի վատ դեպք չենք ունեցել։ Դա ես երրորդ մասում ծնվեցա, բայց չեմ խաղում Ռաս։ Իսկ բայց վստահում ես դա հասկացանք, բայց ըստ քեզ ամուսինդ խելամիտ է ծախսում։ Այո։ Այսինքն ֆինանսապես գրագետ է։ Ինքը չափազանց շատ խելացի է, էլի, ծախսում։ Մեկ-մեկ ուզում եմ, որ խելացի չծախսի, չի ստացվում։ Տարմա դեպի արդեն բան է, որ հասկացա։ Ուրիշ տեղ է տանում խոսակցությունը։ Հա։ Ուրիշ տեղ է տանում խոսակցությունը, արի մենք չհասնենք այդտեղ։ Հա։ Աննա ջան, կռվից հետո առաջին քայլը արել ես, որովհետև շտապ կոնտենտ ուներ նկարելու Արմազդի հետ։ Այո։ ճիշտ է, Պատասխանը ճիշտ էր, Արամած ջան, դու քեզ մի քիչ օգտագործված։ Հենց կատես բան Ռաս ջան։ Իսկ հետս մի քիչ։ Հենց երեք ինչ կիսը, երեք եկանք տուն։ Արդեն սկսում ենք ոնց որ հենել պահ բռնեց, տենց հետս բարիշես բան, որ սիրտը շահեց, որ Արդեն նախապես պլանավորված մենք համագործակցություն ենք, որ պետքա իրար հետ նկարեինք։ Ես մարդկանց հետ օր եմ խոսել, ժամ եմ խոսել, հիմա ինչքանով էր ճիշտ ասա։ Հա, չկա որ չկռվենք այդ նեղ մաջալի ինչ։ Նկարեցինք հետո էլի կռվեցի։ Հասկացա, հետո ձգեցիր կռիվը, հասկացա, հա։ բայց մանրադը ստացվում է, էլի։ Իսկ եղել է որ հակառակը ամուսնու հետ կռվի, որ չնկարվի։ Կռվի որ չնկարվի։ Միանշանակ։ Էլ չի ոնց։ Հա։ Հա։ Բայց ինքն է չի ստիպված, Դե հիմա, բայց նկարվում։ չէ, հիմա չէ, բայց եղել է տենց բա ոնց է։ Իսկ եղել է որ ինա դու կռիվանես, որ նվեր չտաս ինձ մարտի 8-ին։
Չէ։ Դե կնվերի համա տես կարես։ Երկրորդ փուլի վերջին հարցը քեզ Աննա ջան։ Եղել է գիտակցես, որ շոփինգի վրա չափազանց շատ է ծախսել ու արդարացումներ օրինես։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Ես շոփինգի վրա շատ չեմ ծախսում։ Հարամաս դու նույն կարծիքին ես։ Ես շոփինգի վրա շատ եմ ծախսում։ Ես Չանկեղծ շոփինգի է, վրա շատ եմ ծախսում։ Բանի շնորհքին, հա, որ շոփինգի վրա քիչ է ծախսում, հա։ Իրականում չէ, տենց չի որ շատ է ծախսում, Խելոց եթե ծախսում։ հա, ու հիմնական պատճառը դե երեխուն պետք է։ Դե երեխուն է պետք է։ Երեխան հավանեց կոշիկը մամային։ Մաման ասաց մամ այդ կոշիկի հետ մի հատ սիրուն պայսակ։ Իրականում տղես էլ տես բան էլ որ տեն մահանկած մաման մի քիչ սիրուն է հագնում, գալի կոմպլիմենտը, մամա, այս ինչ սիրուն է, բան ու վստահ եմ որ հաստատ իրար հետ խանութ են գնում, կա տես բան էլի որ երեխեն հավանեց դրա համար վերցրեցինք, էլ ինչ Շատ դեպքում Աննայի սրտովետ չէր Շատ լավ սկսել։ ճիշտ եմ մեծացնում եւ դարձրակվում, ապա հարցս ինձ կգովի։ Ես շատ անկես պատասխանեցի բոլոր հարցերին, մենք այդքան էլ չենք սպասում, որ սահուն կգնա քո հարցերը։ Արամաժյան, երկրորդ փուլը մեկնարկում է քեզ համար, եթե պատրաստ ես, կոչ գցենք երկրորդ փուլի հարցերը, լավ։ Հիշեցնեմ, որ երկրորդ փուլը կոչվում է փող եւ փաստ եւ ահա քեզ համար պատրաստած առաջին հարցը։ Արամաստ, ձեր էջում ունեք ռիլ կին տղամարդ հարաբերությունների ճիշտ սխեմայի մասին, որում ասում եք, որ Աստված ստեղծել է տղամարդուն, տղամարդը գումար, իսկ կնոջը Աստված ստեղծել է, որ ուտի այդ գումարները։ Իսկ հիմա հարց Արամաս ջան, դու կարծում ես, որ Աննան հենց այդ սխեմայով է ապրում։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Իսկ ինչ սխեմայով է ապրում Աննան, ինչ սխեմայով է ապրում ըստ քեզ հիմա։ Դե քանի որ մենք փոքր ժամանակից ենք շփվում, այդ սխեման ես փոքրուց գծել եմ։ Իմ սխեմայով։ Հիմա քո սխեմայով է, հա, ոչ թե հա։ Իմ սխեմայով է։ Հասկացա։ Ինչ տենց չի։ Տեսա։ Արամաստ, կուզեիր Աննան քեզնից 10 անգամ շատ վաստակեր։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Ինչի՞։ Ինչ վատ կլներ։ Ուզածը տավտոն կառնեի, ուզածը տեղը կգնա։ Բայց Կամ մեկնաբանությունն է։ Ես գիտեմ պատասխանը, բայց ուզում եմ քեզանից հա իրականում այտենց կլներ էլի։ Իմ ուզած ավտոկարներ, իմ ուզած ամեն ինչը կաներ, վերջում իր ուզած ձևով էլ կպահեր ինձ։ Չէ, լավ է, շնորհակալ ենք։ 5 անգամ ավելի աշխատում հերկա։ 5 անգամ ավելի աշխատում հերիքա։ Շատ լավն է։ Երկրորդ փուլի երրորդ հարցն է կողմ քեզ հիմա Արամաս ջան։ Եղել է առիթներից մեկի ժամանակ, երբ Աննան ակտիվ պարում է, խանդես, բայց չասես դրա մասին։ Ոչ։ Սուտ է։ Պատասխանը սխալ է։ Քեզ խանդել է քո ամուսինը բարի ընթացքում։ Կհիշես դեպքը թե։ Դեպք կարող է եղել, բայց իրականում ինչ որ եղել է, ես ասել եմ այդ բանին։ Ասել իսկ Խանդելը ուղղակի չի հարցը խանդել ես ու չես ասել։ Չէ, դրա մասին չես ասել, հա։ Հա, բայց ասել ես դու այսի։ Ես ասել եմ Ասել ես։ իրականում։ Իսկ ընդհանրապես Աննա Ասել է ջան, որն է օրինոստի։ Օրինոս։ Մենք տոն են գնա։ իսկ ընդհանրապես համարում ես կամոստուն խանդոտ։ Այո, շատ։ Շատ։ Կա տենց բան։ Շատ Իհարկե այն սկզբի շփման ժամանակ ավելի շատ, բայց հիմա որ արդեն շփվում ենք լիքը հարցեր արդեն ուրիշ ձևա իրար ճանաչում ենք, ավելի քիչ, ну, սենց ասեմ, տոկոսային 100%-ից հիմա 90 է, չէ։ 99 ես մտածում կասեց։ Հա, դե հա, երկը ժամանակը անես բանա։ Հա, ժամանակ իրանն ասում ամեն դեպքում, բայց դե հա, ես Ճանաչում ես հստակում ես։ այո։ Իսկ Աննան խանդոտ է։ Կարծում եմ ես տես խանդելու առիթ չեմ տվել, բայց դե նորմալ է որ խանդոտ լինի։ 90%։ Բայց խանդը երբեք չի եղել վեճի Մի բան պատճառ, կան, էլի։ եւ դու ասացիր խանդի առիթ չեմ տվել, Աննայի դեմքը այլայլվեց։ Չհամաձայնվես քեզ հետ։ Աննա ջան, հիշացու դեպք, որ ես Չեմ կարող հիշացնել կներեք։ բայց եղել է։ Այո։ Դե կարաս։ Չես տվել։ Տալիս ես։ Հա։ Հա։ Մտածված չեմ տվել ուրեմն։ Լավն է։ Լավն է, շատ լավն է, հա։ Ինքը շատ պրոֆեսիոնալ է տենց արդարանալու, ոչ թե արդարանալու, այլ կարող Շատ եմ արդարանում էլ իր մոտ Չէ, ճիշտ ասած ամեն երեկո։ տակից ճիշտ կարողանում է դուրս գա Հա, մենք արդեն պատասխանի։ նկատեցինք, Այո։ շատ ունակություն է, այդ ընտանիքը ամուր պայել համար շատ կարևոր բան է։ Այո։ Շարժվում ենք դեպի երրորդ փուլ, որը կոչվում է դեմ առ դեմ։ Մեկնարկում ենք ամենասպասված երրորդ փուլը, որը կոչվում է դեմ առ դեմ, որտեղ մեր մասնակիցները միմյանց կտան իրենց նախորդ պատրաստած հարցերը, որը վստահաբար ամեն ինչ շատ է իրենց ուզում։ Հերթը քոնն է, Արամաս ջան, հարցերը տալու, Աննա ջան,
պատրաստվիր ամենաանկեղծ հարցերին ամենաճիշտ պատասխանները տալուն։ Ահա, որ հետաքրքիր է ինչ։ Երբևէ քննարկել ես ինձ ընկերուներիդ հետ։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է, բայց ինչպես մի անգամից ագարես կա, լավ բան ա քննարկել, կասա այմա։ Այդ ուրիշ բան է։ Ճիշտ ես մտածում։ Կարող քննարկել եմ իմ ամուսնու նման ամուսին չկա, օրինակ այսօր տարավ երեխա ման։ Իսկ լավ բան ես, կարանք ես էլ մի հատ Իհարկե, հա։ Այդ որպես երկրորդ հարց։ Բայց շարունակենք, հա, վստահ լավ բաներ ասել։ Այ, օրինակ ինչ պետք է ասեմ վատ բան։ Չգիտեմ։ Ինչ, չկա վատ Դու բան։ ինչ վատ բան ունես, որ ըստ քեզ կարա կիսվի ընկերուների հետ։ Վատ կողմ ունես։ Ինչ վատ կողմ։ Այ դες քո հարցը ֆրատքո վրա, Արամա ջան, հարցերը տալուց։ Անցնենք երկրորդ հարցին, խնդրեմ։ Երբևէ մտածել ես, որ իմ փոխարեն կարող լիներ քո կողքուրիշ ամուսին։ Ոչ։ Ճիշտ է։ Ռեակցիա չկա, պատասխանը ճիշտ է, բայց ինչի՞ քան երկար մտածեցիր, Աննա ջան։ Ուզում եմ հիշել։ Բան էիր ուզում հիշել։ Հա, վերջ։ Չէ, իհարկե ոչ։ Այսինքն մեր Անայի ամբողջ կյանքի պատկերացած ամուսինը եղել է հենց այսպիսի արտաքնով, հենց այսպիսի խարիզմայով եւ բնավորության տերմարդ։ Հիշենք, որ հանում ենք այն նեղանալու պահը ու ամեն ինչ ցալակ։ Հա, Ու գումարում ենք որ չի հասել մտածի։ Չհասնացի։ Եղել է դեպք, որ մտածված վեճ սարքես, որ ինչ-որ հարցում ինձ փորձես։ Չէ, ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր։ Այստեղ ինձ ուրիշ հարց առաջացավ։ Ոչ չէ։ Այստեղ ուրիշ հարց։ Այսինքն դու վեճի միջոցով չես փորձել ստուգել ամուսնու, թե ընդհանրապես չես փորձել։ Ընդհանրապես չեմ փորձել ստուգել։ Փոխանդարձ Մենք վստահություն։ շատ վստահում ենք եւ հավատում ենք եւ շատ անկեղծ ենք իրար հետ։ Աննա ջան, քեզ էլ չենք տանջելու, որովհետև քեզ ուղված բոլոր հարցերը ավարտվեցին, իսկ հիմա վերջին 3 ամենամիստիկ Աննայի կողմից պատրաստված հարցերին պատասխանելու քո հերթն է։ Ունես այնպիսի գաղտնիք, որ 13 տարի է ես չգիտեմ ու մտածում ես երբեք չես էլ ասի։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է, Աննա ջան, քո ամուսինը չունի ոչ մի Երբեք գաղտնիք, չի որը էլ մտածում էլ, որ մտածել ասի, բայց կա գաղտնիք, լավ, որը որ 13 տարի է չես պահում, 2-3 տարի առաջ եղել ու չես ասում, չես էլ ասելու։ Այդ չենք ստուգելու, հանգիստ պատասխան։ Չէ, իրականում չկա։ Տենց հատուկ տես գաղտնիք չկա էլի որ պահեմ չասեմ Համագրք էլի Արդեն իրան արդեն պետք գրաշ ջան Եթե արդեն պետք է նախորդը չնկարվես մի հատ Իսկ դու պատասխանից մաքսիմալ բավարարված ես մենք այդքան էլ չեք ուզենայինք ինտրիգ մի փոքր Կարծում եմ իրականում որ այսպես է լինելու է պատասխան բայց ամեն դեպքում ես ինձ սրտից խորքում չէ 1% կար որ մտածում էի կարող է երկրորդ մասը հարցը երբեք էլ չի լինի հաստատվեց այո Սա նշանակում է որ մեր հաղորդումը հասնում է իր նպատակին այսինքն եթե ձեր մեջ եղել են այսքան տարիների մեջ հարցեր կուտակված որի պատասխանը կցանկանեք լսել վերջնական լուծում տալու համար սա այդ պահներ ու ապրես Այս հաղորդումը մեզ էլ չեք կանչելու չէ արդեն այսօրվան ինձ հետո Եմ ասում եմ տակից լավա դուրս Երկրորդ հարցը Տանա ջան խնդրեմ Երբևէ ընկերներիդ հետ ինձ քննարկել ես բողոքելու ձևով Ոչ Սուտ է Պատասխանը սուտ էր Ուրեմն սարքը չի աշխատում անկեղծ նայեք էլի տակից ուզում եմ դուրս հələ խնդրեմ ապա Չի եղել տես բան իրոքից չի եղել Որ ընկերներիդ հետ բողոքես կնոջից հետ Հա ընկերներիս հետ չի եղել որ բողոքեմ կնոջից Չգիտեմ ուշա քնում ուշա արթնանում համեղ չի պատրաստում Անկեղծ չէ Եթե ընկերների մեջ նաև զոքան չի Բա ինչ բան մենք որ բարձենք որ զոքաճը շատ լավ ընկեր է Բաստր զոքաճ մտավոր Քննարկել շփտալով նստած խոսում է այդ բողոքում էր հետ Չէ նայ քննարկելի իրականում ոչ թե քննարկել եմ քննարկել չեմ քննարկել Չէ բողոքելու ձև չէ ուղղակի ասում եմ որ ցանկալի կլներ SS բաները չլներ Բողոքել է Դրանը բողոքել է մեծ հաշվով Всё դու բացայտվել օրում հա եթե զոքան չի առնով տենց հա Ընկերների մոտ չի եղել որ Չէ ընկերների մոտ չի եղել Աննա ջան երրորդ հարցը Եթե ժամանակը հետ տայինք ու գնայինք 2020 թվական նորից կամուսնանայիր իմ հետ Այո Ճիշտ է Պատասխանը ճիշտ է Չգիտեմ ինչ ասեմ Պետք է եւս մեկ անգամ գրկես քո ամուսնու Գտածո ես դու
Հա, Իսկ դուք նոր զույգերի պետք է կանչեք, այս հները շատ Չէ, մենք շատ գոհ ենք պատասխանելուց, մենք էլ ենք ասում, մենք չենք ուզում սկանդալ, մենք ուզում ենք լավ ժամանակ անցկացնենք ու մի փոքր ավելի շատ բացահայտենք ձեզ մեզ համար, հա։ Շատ լավն է պատասխանել Ժողովուրդ ջան, մենք շատ գոհ ենք, որ այսօր երեկոյան ձեր ընտանիքում կտիրի այլ ավելի ջերմ տրամադրությունը մթնոլորտ, ոչ թե հակառակը։ Եվ չենք բաժանվի։ Շնորհակալություն ձեզ, բայց մենք ունենք շատ կարևոր եւս մեկ բան, մենք պետք է պարզենք ձեր զույգի անկեղծության ցուցանիշը։ Այո, մենք ունենք այդպիսի ցուցանիշ, սկզբում անհատական ենք պարզելու, հա, այսինքն Արամազդի եւ քո առանձին վերցած ցուցանիշներ անկեղծության եւ վերջում ունենանք ձեր զույգի անկեղծության ցուցանիշ։ Եվ այսպես պատկերը հետեւյալն է։ Այսօր Աննայի անկեղծության ցուցանիշը շատ բարձր էր 90%, ապրես դու, շատ անկեղծ ես։ Քոնը 100 կլինի ուրեմն։ Քոնը 100 կլիներ, բայց այսօր 70% էր։ Հա, Աննան այսօր ավելի անկեղծ էր մեզ։ Ոչինչ հակառակն էր թվում։ Չէ, դու այսօր ավելի անկեղծ ես փաստորեն։ Իսկ ընդհանուր գումարը ինչ։ Իսկ ընդհանուրը շատ բարձր, շատ լավ ցուցանիշ է 80%, ապրեք դուք անկեղծ եմ ասում, դա շատ բարձր ցուցանիշ է, դուք շատ անկեղծ եք, ինչի համար ձեզ եւս մեկ անգամ Կարևորը շնորհակալություն։ համագումարն է։ Կարևորը համագումարն է։ Հրավերի համար։ Ձեզ էլ շնորհակալություն, այո շատ հավես ժամանակ անցկացրեցինք։ Իսկ դուք մնացեք մեզ հետ բացահայտելու բոլոր զույգերի ներքին խոհանոցները։